Հալելույա սիրելիս, պարկ տիրոջը, պարկ մեր կենթանի ասում, Քրիստոս հարյալ իմերելով սիրելիս, օրնյալ է հարությունը Քրիստոսին, ինձ ու քեզ մեծ ավետարան սիրելիս, շատ բարի լուր ինձ ու քեզ, Հալելույա մեր Տեր արժանյալ սիրելիս, Ինձ ու քեզ հավատք տվեց սիրելիս, ինձ ու քեզ երկ տվեց սիրելիս, ինձ ու քեզ այս կարիքների համար լուծում տվեց, եթե դու չես գրե քո կարիքը կխնդրեմ, որ դու միանաս մեր հետ սիրելիս, մտովի միացի ու խնդրեմ պարզես ձեռքերդ, որ աղոթենք այս կարիքների համար, Տեր շնորհակալ եմ, որ դու եկար, իմ թանկ Հիսուս, Ենքան են գնահատում քո զոհը, որ խաչվեցար մեր համար, այս կարիքների համար, ստե կարիքներ կան, որ ուժերից վեր ա Տեր, ստե կարիքներ կան, որ էլ կող ու բոլորը գնալու տեղ չկա Տեր, էլ ոչ մի լուծում չկար, այ հենց սրա համար ես դու հարություն առե Տեր, ես խնդրում եմ Տեր, այս կարիքներին, բոլորին, անմնացորդ, հատ առ հատ, միջև են վերջի կարիքը հարություն տաս, քո թանկ արյունով, որ թափեցիր խաչի վրա, այս կարիքների համար, մեր փրկության համար, մեր ապրելու համար, մեր բժշկվելու համար, մեր սրբվելու ու մաքրվելու համար, Տեր, խնդրում եմ հոգա այս կարիքները, լրացրա այս կարիքները, քո թանկ արյունով, որ թափեցիր խաչի վրա, Տեր խնդրում եմ նաև Հայաստան աշխարհի համար, այն երկիրը, որ դու մեզ տվել ես, որ պարգևել ես Տեր ջան, խնդրում եմ Տեր, ազգովի քեզ Տեր ու փրկիչ դավանենք, որովհետև դու ազգի համար ես արյուն թափել, ամբողջ հայ ազգի համար դու արյուն ես թափել խաչի վրա, դրա համար քո անունը կանչում ենք ու քո արյունն ենք հռչակում հայ ազգի վրա, ամեն տան վրա, ամեն մանուկի վրա Տեր ջան, ամեն վայրերի վրա, որտեղ որ քո անունը չի կանչու Տեր, թե բերդերում լինի, թե ամեն մանկատներում լինի, թե հիվանդանոցներում լինի Տեր, թե ակումբներում լինի, ամեն տեղ քո արյուն ենք հռչակում, ազգովի քեզ պետքա Տեր ու փրկիչ դավանենք Տեր, մեծից փոքր, օրհնում ենք Հայաստանը, օրհնում ենք Հայաստանի իշխանավորներին, օրհնում ենք Հայաստանի սահմանները ու հարակից մեր հարևաներին ու տալիս ենք քո ձեռքերի մեջ Տեր ջան, ամենաապահով ձեռքերի մեջ Տեր, ու թող քո կամքը լինի, բարին հաճելի կատարյալը, Տեր խնդրում ենք Ռուսաստան աշխարհի համար, այս մեծ երկրի համար, որ լիքը փոթորիկներ կան, լիքը շեղված ճանապարհներ կան, լիքը մառախուռներ կան բոլորի կյանքում Տեր, սառնություն կա, անտարբերություն կա Տեր, փոխիր բոլոր մարդկանց մտքերը, սրտերը Տեր, մարդիկ ավելի բարի լինեն, ավելի կամեցող լինեն Տեր, օգնական լինեն, ու շնորհակալ եմ բոլորիս համար Տեր, որ այս երկրի վրա բոլորիս մեկտեղ բերե միացրել ես, օրհնում ենք այս երկիրը, այս երկրի իշխանությունը ու քո ողորմությունն էլ թող լինի այս երկրի հետ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն սիրելիս, փառք Տիրոջը, Մոտեցիր ինձ, և ես կմոտենամ քեզ, ճանաչիր ինձ, և ես կազատեմ քեզ։ Այս ինչ միտք էր, թե ձայն իմ ներսում, ինձ թվաց, թե ես լսեցի, տարօրինակ էր, ում մոտենամ, իսկ ինչ է ես կապված եմ, կամ բանտարկված,
որ ինձ ազատի։ Մոտեցիր ինձ, եւ ես կմոտենամ քեզ։ Ճանաչիր ինձ, եւ ես ազատեմ քեզ։ Նորից այն ժամանակ փշերից մի պսակ դրեցին Հիսուսի գլխին, ծեծեցին, ծաղրեցին եւ տարան նրան խաչելու։ Նրա գլխավերևում դրեցին հանցանքի գրությունը։ Սա է Հիսուսը, հրյաների թագավորը։ Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ։ Մեկը նրա աջ կողմում, իսկ մյուսը ձախ։ 9-րդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. Աստվածին, Աստվածին, ինչու լքեցիր ինձ։ Սարսափելի տեսարան։ Բաբախում է ահա սիրտը ողջ մարդկության, խաչին գալված բաբախում է, ու գնալով այդ զարկերը դանդաղում են, ով էր արդար, ով մեղավոր, ով ավազակ, իսկ ով Աստված։ Այս աշխարհը խելացնոր ավազակին արդար կոչեց ու ազատեց, իսկ արդարին, նաև սուրբին ու անմեղին խաչը հանեց։ Հոգին տալով մեր խաչյալի սիրտը կանգնեց։ Ու կարծես թե մեր հերոսի ֆիլմն ավարտվեց։ Հայրը լացեց։ Նրա սիրտը մեծ ցավ ապրեց։ Դիմում եմ քեզ, իսկ դու ունես սիրտ հանձնելու, ընծայելու մեր խաչյալին, որ բաբախի սիրտը նրա հենց քո ներսում, որ զարկերը շարունակվեն։ Կա մի հայացք խոսում լռությամբ, որ նայում է ինձ ու ներսի ցավը զուտիր հայացքով փոխանցում սրտիս։ Կա մի նայվածք մորթվող գառնուկի, թախծոտ աչքերի, որ նայում է ինձ ու մտքով խոսում այդ ծանր, բեռի, մեղքի զերկանքի, ցավի ու վշտի, որ պիտի շուտով խաչը բարձրացվի։ Ծանր է մեղքը համայն աշխարհի, խորն է կսկիծը սրտում խաչվողի, ու նա լսում է, գիտես, հիմա էլ լսում օրորի մարդկանց պիղծ միտքը ու դիրքը սրտի։ Ավաղ սիրում է նա մեզ ու սիրո զենքով խաչն է բարձրանում, եւ մարդակորույս չար ծրագրին իր խաչի մահով եւ հարությունով տալիս խափանում։ Կա մի հայացք
խոսուն լռությամբ, ձայնարկում է սեր փրկության համար, որ իր արյունով գին է վճարում, նաև մեզ ասում, որ կա հարություն ամենքիս համար։ Փառք Տիրոջ, արեք մի հատ էլ ծափարենք մեր Աստծուն։ Փառք Աստծուն։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Ես ամեն անգամ զգուշացնում եմ, ասում եմ ինձ սկզբից ասեք ինչ եք անելու, չհուզվում եմ, հետո պիտի բարձրանամ ծառայեմ։ Ես էլ եմ մարդ չի օգնում։ Ես էլ ձեր նման պիտի դիմանանք, ինչ ասեմ։ Տեր օրհնի ձեզ, շնորհակալություն, մի անգամ եւս շատ օրհնված ըլնեք, սիրելիներս։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Ամեն։ Մենք ելի կանանք ձեզ ծափարենք այսօր սաղորը, դուք արժանի եք։ Փառք Աստծուն։ Գիտեք իրանք այստեղ երեխեք կան, որ այստեղ մեր եկեղեցում են ծնվել, մեծ մասը գիտեք երկար ժամանակ արդեն եկեղեցում են, երևի ոչ մեկ պրոֆեսիոնալ չի իրանցից, հա, բայց փառք Տիրոջը, որ ամեն մեկս ինչով կարանք Տիրոջը ծառայում ենք, հա, փառք Աստծուն ամեն մեկիդ համար, այսօր նայում եմ ստեղ մանվելը ընտանիքից 4 հոգի բեմի վրա փառաբանում են, ասում եմ փառք Տիրոջը, հա, որ մի ընտանիքից 4 հոգի բեմի վրա է, փառք Աստծուն։ Մեր համար պատիվա մեր Տիրոջը ծառայելը, մեր համար պատիվա սիրելիներս, ու միշտ էլ պիտի պատիվ լինի, դա պիտի գիտեք ինքը արժանացնի մեզ, որ մենք իրան ծառայենք, երբեք մի մտածի, որ մենք ինքան լավն ենք դրա համար ծառայում ենք, ինքան բարի ենք, որովհետև ինչ-որ մի բան ենք անում իր համար, չէ սիրելիս, այդ ինքն է ինքան լավը, որ թույլ է տալի մենք իր համար ծառայենք, հա, այդ հենց Աստվածը մեզ դու։ Տերը օրհնի քեզ։ Նենց որ եթե քեզ հանգարց մեկը կանչում է ծառայության, ասում է ինչի՞ չես ուզում ծառայես, արի ինչ որ ծառայության մեջ մտի, մի հատ նայի երկինք ասա, ես ինչ պատվի ես ինձ արժանացնում, հա, որովհետև դա իրոք մեր համար մեծ պատիվ է։ Տերը օրհնի քեզ, Աստված թող կրկնակի օրհնի բոլոր աստիճաններին նստողներին, հա։ Փառք Աստծուն ձեր համար, փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն, այդտեղ թող եկեղեցին միշտ լիքը լինի։ Թող աստիճանների վրա նստել տեղ լինի։ Ես էլ գամ քո կողքը կնստեմ աստիճանին։ Թող աստիճանների վրա տեղ լինի նստելու մենակ։ Հա, սա է եկեղեցու ճակատագիրը, ոչ թե դատարկ սեղանաթոռներ, դատարկ դալիճներ։ Փառք Տիրոջ ամեն մեկիդ համար, որ այսօր ստեղ եք։ Մի հատ տարօրինակ հարց եմ ուզում տամ, սիրում եմ մեկ-մեկ այդ հարցնել։ Ում են զորով բերել այսօր։ Տենց եղբայրներ կան, որ զորով գալիս են։ Կինը ասում է այսօր զատիկա պիտի գաս, կա տենց մարդ, որ զորով է եկել։ Անկեղծ ուզում եմ ծափարեն քեզ։ Եթե դու զորով եկած մարդ ես, ես չեմ տեսնում, բայց եթե ձեռք ես բարձրացրե, Աստված օրհնի քեզ։ Տերը օրհնի քեզ։ Գիտես, ընդհանրապես կարևոր չի, ոնց ես եկել եկեղեցի, ընդհանրապես կարևոր չի։ Գիտես ինչն է կարևոր, թե որ դու ստեղից
Հիսուսի հետ գնաս տուն։ Այս ամենակարևորն է մեր կյանքում։ Երբ որ դու գալիս ես եկեղեցի, որ հետ գնալուց մենակ չգնաս, որ Հիսուսը քո հետ լինի, որովհետև ավելի թանկ մեկը չկա։ Եկեղեցին քեզ ոչ մի բան չի կարա տա բացի Հիսուսից։ Ոչ մի բան։ Եկեղեցին էլ քո նման մարդիկ են։ Միակ բանը, որ եկեղեցին կարա առաջարկի քեզ այդ Հիսուսն է։ Մի հատ եմ ուզում հարց տամ, կա մարդիկ, որ այսօր ընդհանրապես առաջի անգամ են, այսպեսի եկեղեցում դեռ չեն եղել, եթե առաջի անգամ ես բարձի ձեռքդ ողջունեն քեզ։ Փառք Աստծուն, տեսնում եմ տասնյակ ձեռքեր, Աստված օրհնի քեզ։ Վերջում մենք իրար հետ մի աղոթք ենք անելու, Աստված օրհնի ամեն մեկից սիրելիներս։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու մեր Տիրոջ հարությունը։ Հարություն է, որովհետև գիտեք, եթե չլներ հարություն, ոչ Հիսուսի ծնվելը մեզ կօգներ, ոչ Հիսուսի խաչվելը մեզ կօգներ։ Եթե հարությունը չլներ, որովհետև ինքը գրված է, որ ինքը հարություն առնողներից ինքը անդրանիկն է։ Անդրանիկ գիտես ում են ասում։ Երբ որ ասում են միակն է, նշանակում է ինքնա ու վերջ։ Երբ որ ասում են անդրանիկն է, այդ նշանակում է առաջինն է, հետո իր հետևից տեղա թողը երկրորդ, երրորդ, 1 միլիոն երրորդ, 1 միլիարդ երրորդ, հա։ Իր հետևից ճանապարհը բացել իմ ու քո համար, հա։ Դրա համար այսօր մենք ուրախանում ենք, իհարկե, նայում ենք խաչին, նայում ենք այդ կադրերը, նայում ենք ոնց են իրան խաչել, ինչքան ցավացել է, տխրում ենք, մեկ ներսից լացում ենք, բայց այդ է ճանապարհը։ Ինքը պիտի խաչվեր, որ ես ու դու ապրեինք։ Դա մեր ուրախանալու տեղն է։ Ցավում ենք, բայց պիտի ուրախանանք։ Ուրիշ ճանապարհ չկար։ Գիտեք, Աստված աշխարհի ամենալավ հաշվարկանողն է։ Ոչ մի արհեստական ինտելեկտ, ոչ մի մաթեմատիկոս չի կարա Աստծու 1 միլիարդ երրորդ չափը հաշվարկանի։ Ինքը ամենալավ հաշվարկանողն է։ Ու ինքը իր հաշվարկի մեջ, գիտեք ուր հասավ, ինչ եզրակացության, որ միակ ճանապարհը որդուս զոհվելն է սրանց փրկելու։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ հաշվարկ չկա։ Այս մեկն է։ Դրա համար Հիսուսն եկա, որ իմ ու քո համար իր կյանքը տա։ Գնահատի այդ։ Մենք մեկ այնքան թեթևա դառնում, այնքան սովորական է դառնում Հիսուսի արածը, որ սկսում ենք ապրել առանց հասկանալու ինչեր ենք անում։ Սկսում ենք ինչ-որ տարօրինակ բաների մեջ գնալ։ Գիտես, ամեն անգամ, երբ որ դու սուտ ես խոսում, մեղք ես գործում, ինչ-որ վատ բան ես անում, այդ գիտես որտեղից է գալիս, այդքան էլ չես հասկանում ինչ արել քո համար Հիսուսը։ Այդքան էլ չես հասկանում։ Ինչքան շատ գիտակցում է գալի մեջդ, ինչքան շատ հասկանում ես, ինչ արեց քո համար Հիսուսը, այնքան դու շատ զգուշավոր ես քո ամեն քայլում։ Բայց որ դառնում է քո համար սովորական իր արած զոհը, քո սխալ քայլերն են դառնում սովորական։ Բայց ինչքան որ արժևորում ես Հիսուսի արունը, այնքան էժանանում է այս աշխարհի մեղքը քո կյանքում, քո աչքերի մեջ։ Բայց ինչքան որ չես գնահատում Հիսուսի արունը, մեղքը բարձանում է։ Ու Աստվածաշունչը մի վտանգավոր բան է ասում, եթե անարգում ես Հիսուսի արյունը, որ քո համար թափվել է, էլ արուն չի մնա քեզ մաքրելու, որտեվ դու անարգեցիր այն ինչ որ Հիսուսը արել է։ Դրա համար այնքան կարևոր է սիրելիս ամեն մեկս ուշադիր լինի, թե ոնց է ապրում։ Ոնց է վերաբերվում մյուսներին։ Աստված իր համարով է, ինչի է գալի եկեղեցի, ինչի է Աստվածաշունչ կարդում։ Որովհետև ուզում է գործերը լավ լինի։ Դա այնքան էժան է։ Որովհետև ուզում է առողջ լինի, այնքան էժան է սիրելիս։ Որովհետև ուզում է, չգիտեմ, մի հատ աղջիկ նայի հավանի իրան, ասի հա Աստվածապաշտ է, հետը կամուսնանամ, էժան է։ Այս ամեն ինչը այնքան էժան է, եթե դրա համար ենք մենք Հիսուսի հետ։ Չէ, սիրելիս, մենք պիտի ամբողջ ներսով, մեր ընդերքով, սենց ասեմ, մենք պիտի հասկանանք մի բան, որ աշխարհի ամենաթանկ արյունը թափվել է հենց իմ պատճառով։ Այս աշխարհում եթե մեկը քո համար մի լավություն է անում, մենք մանավանդ հայերս գիտենք վարձահատույց լինել։ Մեկ ասում ենք ամբողջ կյանքով ես ինչին պարտական եմ։ Պարտքերս փակեց, բանկից հարցեր լուծեց։ Ամբողջ կյանքով ես բժիշկին պարտական եմ, երեխուս բժշկեց։ Ամբողջ կյանքով մորքուրից տղուն պարտական եմ, դեպուտատ էր, ես իմ ինչ գործի դրեց, ինձ գործերս լավացավ։ Մենք
Գիտեք ինչ այդ պարտական լինելու այդ հոգեբանությունը հայերի մեջ դրված է։ Եվրոպայում, Ամերիկայում ընդհանրապես սառը երկրներում այդ հարցում շատ սառն են։ Այդքան չեն գնահատում։ Մեր հայերս ոնց որ մի տեսակ հասկանալով ինչ են մեր համար արել, ամբողջ կյանքներս այդ մարդու հետ մի քիչ sense քաղցրով, մի քիչ sense ուրիշ ձև ենք խոսում։ Բայց ինչ հասնում է Հիսուսին, այնքան մարդիկ կան, մոռանում են, որ իրանք ամբողջ կյանքով են պարտական։ Որտեվ հենց քո մեղքերի համար է խաչվել Հիսուսը։ Ոչ թե կողքինիդ։ Չէ, իր արունը հենց քո համար է թափվել։ Հենց իմ համար է թափվել։ Ես չեմ մտածում, որ գիտեք, Տիրոջ արունը Գարիկի համար է թափվել, թող Գարիկն էլ մտածի։ Գարիկը ինձանից շատ մեղավոր է եղել, որովհետև դպրոցում 3 հոգի ավել է ծեծել։ Չէ, սիրելիս, ես ուրիշի հետ ինչ գործ ունեմ։ Ամեն մեկը իր համար է պատասխան տալի, ամեն մեկի համար էլ անհատական Հիսուսը գնացել է խաչը։ Երբ որ դա չենք հասկանում, գիտես ինչ է սկսում տեղի ունենալ։ Հա դե տենում եմ ես սենց է, այնց է, դե հիմա ես էլ սենց լինեմ, էլի։ Կողքերդ մի նայի, կապ չունի ով ոնց է։ Ես եթե կողքերս նայե 35 համարը 35 տարվա հավատացյալ եմ։ Եթե կողքերս նայի հավատացյալներին, ես հիմա վաղուց աշխարհի համար առաջին աշխարհիկն էի։ Որտեվ այնքան բան եմ տեսել իմ կյանքում, չգիտեմ, մարդկա 7 կյանք ապրի չի տեսնի հավատացյալների մեջ։ Բայց ես ինչ գործ ունեմ իմ կողքերը։ Ինչ գործ ունեմ ով ոնց է ապրում։ Իմ համար է խաչվել Հիսուսը։ Ես իմ համար աշխարհի համար մեկ մեղավորն եմ եղել։ Ու ինքը գնացել է խաչը, որ այսօր ես դրնեմ մաքուր, անարատ իր համար ապրող։ Եթե ես ինձ մի բառով նկարագրեմ մինչև ապաշխարելը, մի բառով որ նկարագրեմ, գիտես ոնց կասեմ, յախք։ Ուրիշ բառ չեմ գտնում։ Չեմ կարող ասեմ դե ոչինչ, նենց կուտվեր։ Գիտես այնքան պատճառ ունեմ քեզ ասելու, այնքան խելոք տղա էի, հանգիստ էի, լիքը կարամ արդարացում գտնեմ։ Սուտ է։ Մի հատ բառ յախք։ Ու դրա համար իմ համար է հենց Հիսուսը խաչվել։ Այդ արունը հենց իմ համար է թափվել։ Եվ ինչքան ես դա լավ հասկանում եմ, այնքան ես ամեն ինչին ուշադիր եմ։ Այնքան ես իմ ամեն քայլին եմ ուշադիր, ամեն ասածս բառին եմ ուշադիր։ Բայց ինչ անեմ։ Իրավիճակ էր չկարողացա ինձ տիրապետել 2 բառ ավել ասացի։ Ձերքիդ հո տիրապետում ես, ձերքովդ մի հատ խփի այդ 2 բառ ավել ասող բերնին թող հանգստանա։ Ինքնապատժումը մեղք չի ինձ թվում, եթե նորմալ բանի համար ես պատժում։ Եթե դու քեզ պատժում ես նորմալ բանի համար, ինձ թվում Աստված կների։ Հա։ Տեր օրհնի քեզ, բայց այսօր ուրախ Հիսուսը հարություն առ է։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծուն։ Աստված օրհնի ամեն մեկից շիրներս, որ եկել եք։ Բոլոր նույնս նայողներին էլ թող օրհնի Աստված, լիքը, որ հավատարիմ մեր հետ եք տարիներով, թող Տիրոջ օրհնությունը ամեն մեկի տան մեջ լինի։ Ուզում եմ մի քիչ հետ գնանք այն տեղը, երբ որ Հիսուսին պիտի խաչեն, մի քանի պատմություն նայենք, այսօր այն օրն է, որ կարանք ուղղակի բան չասենք, կարանք կարդանք այդ պատմությունները, ոնց էին գնում, ինչ էին որոշում, խի խաչեցին, մենակ էլ որ կարդանք երիկա, բայց ուզում եմ մի երկու պատմություն նայենք, մի քիչ խոսամ, հետո հաղորդություն ենք ընդունելու սիրելիներս։ Հովհաննես 18:29 գրած է. Հիսուսին բերել են Պիղատոսի մոտ, հրեաները բերել են, որ խաչեն։ Պիղատոսը դուրս եկավ նրանց մոտ ու ասեց. այդ մարդու դեմ ինչ գանգատ եք առաջ բերում։ Բերել եք, դե ասեք ինչ արե։ Պատասխանեցին եւ ասեցին նրան. եթե սա չարագործ չլիներ, ապա նրան չէինք մատնի քեզ։ Բերել են Հիսուսին որպես չարագործ։ Գիտեք, որ Հիսուսի բոլոր արած գործերը հատ դնենք մարդկորեն։ Ինքը ոչ մի չար բան չէր արել։ Մարդկանց բժշկում էր, ասում էր բարի եղեք, սիրեք իրար, ներեք իրար, բայց տեսեք բերել են որպես չարագործ։ Ասում եմ, եթե չարագործ չլիներ, քո մոտ չէինք բերի։ Պիղատոսն նրան ասեց. դուք առեք նրան, ձեր օրենքի համեմատ դատեք նրան։ Հրեաներն նրան ասեցին. մեզ օրենք չի ոչ ոքի սպանել։ Հետաքրքիր մոտեցում է, մաքուր հրեական տրամաբանություն է։ Բերել են սպանելու, զգուշացնում են խենբերը, ու ասում են մեզ օրենք չի։ Ոչ մեկի սպանել, ուզում են ուրիշի ձեռներով, ուզում են ուրիշի ձեռները արոնոտեն, իրանք մաքուր մնան, պատկերացնում եք, եկել են Պիղատոսին, ասում են դու մորթի։ Թող քո ձեռները արոնոտվի, մեզ օրենք չի։ Հարց առաջանում, դրանից շատ կարճ ժամանակ հետո ո՞նց եք բա Ստեփանոսին քարկոծում, որ ձեզ օրենք չի։
Սենց այն Վայնկստայնկա կա չէ ռուսական, որ ոնց գցում ես կանգնում այնք, հա։ Հիմա իրանց մոտ է եկել են ասում մեզ օրենք չի քարկոծել, դու քարկոծի, դու տարխաչի, քո վրա ենք գցում Պիղատոս, դու ես ղեկավարը։ 19-րդ գլխի 4-րդ խոսքում Պիղատոսը դարձյալ դուրս գնաց նրանց մոտ եւ ասեց. «Ահա նրանք բերում եմ ձեր մոտ, որ գիտենաք, թե ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրանում»։ Պատկերացնում եք երկրի գլխավոր դատավորը, որ պիտի որոշում կայացնի, կանգնել ասում արդարացված է։ Ինքը հանցանք չունի։ Ես իր այդ խոսացի ասում ես մարդը ոչ մի հանցանք չեմ գտնում, նշանակում մանա եկել։ Հարցեր էր տալիս Հիսուսին։ Ուզում էր հասկանալ սրա չարագործը ո՞ր մասն է։ Եկել ասում ոչ մի հանցանք չեմ գտնում։ Եվ Հիսուսը դուրս եկավ փշեղեն պսակը եւ ծիրանի հագուստը հագած։ Եվ Պիղատոսը նրանց ասեց. «Ահա այդ մարդը»։ Երբ որ քահանայապետերը եւ սպասավորները նրան տեսան, աղաղակեցին ու ասեցին. «Խաչիր, խաչիր»։ Այն որ ուղեղը տանջատում ես, սիրտը տանջատում ես, մենակ բերանդ ես բացում։ Խաչի, խաչի, չես ուզում մտածել, ձեռ չի տալիս։ Լինում է չէ իրավիճակներ կյանքում, որ լավ էլ գիտես, որ դու մեղավոր ես։ Մանավանդ երբ որ կինոդ մի բան ասել ու քեզ կպել է, այդ սրտիդ կպել է, որովհետև դու գիտես մեղավորը դու ես տեղ։ Այն որ ականջներդ, սիրտդ, ուղեղդ փակում ես ու սկսում ես գոռալ։ Կնիկ ձենդ կտրի գնանք խոհանոց։ Հա? Նույն վիճակն է։ Եկել ասում են ինքը մեղ չունի, ես քննեցի, ասում են չէ խաչի, խաչի, խաչի։ Պիղատոսը նրանց ասեց. «Դուք առեք դրան ու խաչեք, որովհետև ես հանցանք չեմ գտնում դրա մեջ»։ Դեն մեկ արդար մարդ է իր մտածելակերպով։ Չի ուզում իր ձեռքերը արոնոտի։ Ասում են խոսացի հետը մաքուր է, ուզում եք խաչեք, տարեք խաչեք։ Հրեաները պատասխանեցին նրան ասեցին. «Մենք օրենք ունենք եւ մեր օրենքի համեմատ պետքա մեռնի, որովհետեւ իր անձը Աստծո որդի արեց»։ Տեսեք ոնց ուզում են իրանց օրենքով մանիպուլյացիա են անում։ Մի րոպե առաջ ես կարդամ, ասում են մեզ օրենք չի ոչ ոքի սպանել։ Մի րոպե առաջ են ասել Պիղատոսը, մի երկու րոպե առաջ։ Մեզ օրենք չի ոչ մեկին սպանել, անցել է 2 րոպե, հասկացան, որ այդ մոտեցումը չանցավ։ Ասում են մեր օրենքի համեմատ պետքա մեռնի։ Ոնց ուզում օրենքով մանիպուլյացիա են անում։ Այսօր շատ մարդիկ այս գրքով ոնց ուզում մանիպուլյացիա են անում։ Վերցնում են Աստվածաշնչից մի հատ տեղ, 2 բառ հանում են առանձին լոզունգ են սարքում, ասում են հենա գրած է։ Մի անգամ փրկվեցիր, փրկված ես։ Ու սկսում են հիմար կյանքով ապրել, ինչա թե մի անգամ Հիսուսին Տեր են ընդունել։ Ու մտածում են իրանց կարճ խելքով, որ երկինք կգնան դրանով։ Գիտեք, այս գրքով մանիպուլյացիա անելը անեսկաբերում մանիպուլյացիա անողի կյանքի վրա, որտեղ այս սուրբ գիրք է։ Սուրբ գրքին պետք է սուրբ ձեռքերով կպնես։ Սխալ կպար անեսկա գալու կյանքիդ մեջ։ Հրեաները սխալ էին կպել։ 2 րոպե առաջ Պիղատոսին ասում են մեզ օրենք չի ոչ մեկին խաչել։ Անցել է 2 րոպե զգացին չի օգնում, Պիղատոսն ասում է տարեք դուք խաչեք։ Ասում են չէ, խաչի, մեր օրենքով պիտի խաչվի։ 2 րոպե առաջ օրենքում չկար խաչել։ Մեր օրենքով պիտի խաչվի։ Բայց առանց հասկանալու, որ իրանց թակարդն են գցում, որովհետև ցանկացած մանիպուլյացիա այս գրքով հենց քեզ է թակարդը գցում։ Տղամարդիկ են շատ սիրուն sense, մեկ էլ բացում են լավ հոգևոր կարդացածները sense։ Նայի կնիկ գրած է, կինը պիտի հնազանդ լինի։ Ծանոթ բան եմ ասում։ Սիրելիներս, բոլոր քուրիկներին ա վերաբերվում, օֆիցիալ քեզ հայտարարում եմ, այդ տեղը ամբողջ Աստվածաշնչի մեջ այդ տողը տղամարդը իրավունք չունի կարդալ, որովհետև դա կնոջն է ուղղված, գրած է կինը պիտի հնազանդ լինի։ Դա տղամարդու կարդալու տեղը չի։ Հա? Դրա համար, եթե հանգարց ամուսինդ քեզ կասի կինը պիտի հնազանդ լինի, ասա ուրիշի նամակը քեզ կարդում։ Պողոս հետ ինձ ա գրե, թող ես հնազանդվեմ, հա։ Շարունակության մեջ է գրած ամուսիններ սիրեք ձեր կանանց։ Էդ էլ դու մի կարդա քուրիկ ջան։ Հա, թող ինքը կարդա, էդ էլ իր նամակն է, թող ինքը կարդա, իմանա որ պիտի սիրի։ Հա, ոչ թե տղամարդիկ բռնում են այդ խոսքով, կանանց նամակը գաղտնի բացում կարդում են, քարկոծում են իրանց կանանց այդ խոսքով, քուրիկներն վերցնում են ամուսինը պիտի սիրի, ուր է քո սերը։ Ու գնաց, ու հետո զարմանում ես, թե 7 տարի ամուսնացել եք, 7 օրխի հանգիստ չեք գլուխները դրե բարձին։ Որտեվ ամեն մեկ ուզում է Աստծո խոսքով մանիպուլյացիա անի։ Այս գիրքը մանիպուլյացիան այս գրքի անեց կա բերում։ Չի կարելի, սա սուրբ գիրք է։
Սուրբ բաներին պիտի կպնես սուրբ ձեռքերով։ Սուրբ մտքով, սուրբ շուրթերով։ Երբ որ ուզում ես սրա մեջից քո օգուտը հանես, ամեն գնով, կհանես։ Գիտեք, ես գրքի մեջ ինչ ուզես կգտնես։ Երկսայրի սուրա, ոնց ուզես քո համար կթարգմանես գրածը։ Այն որ մեկը քեզ նամակ է գրում է սիրելի, գրում է ոնց ես, ինչ կա չկա, ինչի չես երևում։ Բայց դու կարդում ես ոնց ես, ինչ կա չկա, այդ ինչի չես երևում։ Չէ, նույն բանն է գրած, բայց նայես դու ոնց ես կարդում, չէ։ Ինչ ասում ես, ինչ կոպիտ է գրել, կողքից նայում ասում ես, չէ, պրոստը գրել է ոնց ես։ Պարզվում է ժպիտով է գրել, պրոստը ժպիտը չի կարած այդ առերի մեջ ցույց տա։ Իսկ քեզ թվում է թե հեսա կվիրավորի արդեն։ Մի երկու բառից հետո ասել է, այ բրճրճկված, ուր ես, հա։ Սիրում են, չէ՞, մարդիկ երևակայել, ֆանտազել ու միանգամից կոպիտ պատասխան գրել, հետո մտածեն թե էսքի սենց եղավ։ Նույնիսկ գիրքն է, կարաս բացես կարդաս քո ուզած սրտով։ Բայց եթե մաքուր սրտով կարդաս, մաքուր պատասխան կստանաս։ Հիմա եկել են մանիպուլյացիա են անում։ Մատթեոս 27-24-ը կարդամ։ Պիղատոսն երբ որ տեսավ, թե ոչինչ օգուտ չի անում, հրյաներից քյար չկա, կներեք ես բառի համար, այլ ավելի խռովություն է լինում, ջուրը առավ, ձեռքերը լվաց ժողովրդի առաջ ու ասեց. Ես այդ արյունից անմեղ եմ, դուք տեսեք։ Գիտեք ինչ արեց Պիղատոսը, ձեռքերը լվաց ասեց ես քաչեմ, խնդիր չկա, ես եմ դատավորը այս երկրի, ես եմ այս երկրի կուսակալը, ղեկավարը, դատավորը, սա ես եմ։ Ուզում եք քաչեմ, դուք խնդրեմ չունեք, ես կանեմ, բայց դուք ձեզ թակարդն եք գցում, որովհետև ես իմ ձեռները լվանում եմ։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկը իր ձեռքերը լվանում է, այդ գործից, սա չի նշանակում գործը փակվեց, նշանակում է գործը իր վրից անցավ ուրիշի վրա։ Գործի խնդիրը իրանից անցավ ուրիշի վրա։ Պիղատոսն ասում է, ես ձեռքերս լվանում եմ, բայց դուք ձեզ թակարդը գցեցիք։ Տեսեք, եւ ինչ են անում իրանք։ Եվ բոլոր ժողովուրդը Լավ, մի հատ էլ կարդամ։ Պիղատոսը երբ որ տեսավ թե ոչինչ օգուտ չի անում, ավելի խռովություն է լինում, ջուրը առավ, ձեռքերը լվաց ժողովրդի առաջ ու ասեց. Ես այդ արդարի կարևոր բառ ասում։ Արյունից անմեղ եմ, դուք տեսեք։ Եվ բոլոր ժողովուրդը պատասխանեց ու ասեց. Դրա արյունը մեր վրա եւ մեր որդկանց վրա։ Սա գիտեք ինչ է։ Սա աշխարհի երբևէ արված ամենադաժան ինքնաանիծումն է։ Սրանից մեծ անեծք երբեք ոչ մի մարդ իր կյանքում չի հռչակել։ Ինչ որ այս հրյա ժողովուրդը հռչակեց։ Սա աշխարհի ամենադաժան ինքնաանիծումն է։ Նրա արյունը մեր վրա եւ մեր որդկանց վրա լինի։ Ինչ կարծիք եք։ Ուր է Հիսուսի արյունը հիմա։ Ում վրա է Հիսուսի արյունը։ Մեր վրա ու մեր որդկանց վրա։ Մինչև այսօր հրյա ժողովուրդը, որ Հիսուսը եկել էր առաջին իրանց համար խաչվեր։ Մինչև այսօր հրյա ժողովուրդը փոխանակ Քրիստոսի արյան պաշտպանության տակ լինի, Քրիստոսի արյան անեծքի տակ է։ Իրանց իսկ արած անեծքով։ Իր արյունը մեր վրա լինի, մեր երեխեքի վրա լինի։ Այսօր փոխանակ Տիրոջ արյունը խոսի հրյաների համար, այսօր Տիրոջ արյունը խոսում է հրյաների դեմ։ Խոսքը տենց է վերնագրել եմ, արյունը խոսում է սիրելիս։ Ինչ ուզում ես արա, այդ արյունը մեր կյանքում խոսում է։ Նայես դու ոնց ես վերաբերվում այդ զոհին, ոնց վերաբերվում ես տենց է խոսում է այդ արյունը։ Ոնց ուզում ես վերաբերվի, որոշողը դու ես։ Գիտեք հինուխտում ինչ էին անում ընդհանրապես, հասկանում էին, որ անմեղ արյուն թափելը ինչքան կարևոր անեց կար ազատագրի իրանց կյանքում։ Երկրորդ օրինացում գիտեք ինչա գրած, եթե հանգարց փողոցում միտեղ ինչ-որ մի սպանված մարդ գտնեին, պատկերացեք դաշտով գնում են, մեկը տեսնում են մարդ է մահացած։ Հիմիկվա նման չի, որ Սպուտնիկով նայեն թե ով է սպանել։ Դեզի վրայի դրած կամերայով տենան ով է խփել, հա։ Չկա արդեն բան։ Մարդը սպանել են, թողը գնացել են։ Երբ որ գալի տեսնում էին մարդ են սպանել, գիտեք ինչ էին անում։ Մահացած մարդ է, արյունա թափվել։ Գիտեք, արյունը ցանկացած արյուն էս երկրի վրա որ թափվել է, ինքը խոսում է։ Մինչև այսօր խոսում է։ Էդ է պատճառը, երբ որ Աստված խոստում տվեց, ասեց, այս երկիրը պիտի վերանա, նոր երկիր է գալու։
Որտեւ այս երկիրը այնքան արունախմել ինքը չի կարա մնա։ Ինքը պիտի վերանա, որտեւ արունը խոսում է։ Ու գիտեք ինչ էին անում, երբ որ սպանված մարդ էին տեսնում։ Երկրորդ օրինացի 21:6-ում գրած է. Այն քաղաքի բոլոր ծերերը, որ սպանվածից մոտիկ են, այսինքն ամենամոտիկ քաղաքը, ստե մարդը մահացեն, ամենամոտիկ քաղաքը որտեղ է։ Իրան ձեռքերը լվանան այն ձորում, վիզը կտրած երինջի վրա։ Ասում է բերեք մի հատ երինջ, այդտեղ մորթեք։ Որտեղ որ մարդ են սպանել, ամենամոտիկ քաղաքի մեծերը, ծերերը, բերեն երինջը մորթեն, արունը թափեն երինջի, դրա արյան փոխարեն։ Ու ինչ ասում։ Եվ այդ ծերերը իրան ձեռքերը լվանան այն ձորում եւ պատասխանեն եւ ասեն. մեր ձեռքերը չթափեցին այս արունը, մեր աչքերը չտեսան, քավիր քո Իսրայել ժողովրդին, որ դու փրկեցիր, ով Տեր, եւ անմեղ արյուն մի գցի քո Իսրայել ժողովրդի վրա, այսպես այն արյունը կքավի նրանցից։ Տեսեք, Աստված 1500 տարի առաջ արդեն զգուշացրել էր, որ անմեղ արյան հետևանք ինչ կարա լինի, եթե արյունը դուք եք թափել, բայց մեկը չոքնեց։ Ու հետևանքը գիտեք ինչ եղավ։ Մինչև այսօր հրեա ժողովուրդը Տիրոջ արյան անեսքի տակ է։ Այնքան են արդեն իրանց կորցրել, որ այնքան են դուրս եկել Տիրոջ դեմ, որ հիմա արդեն Իսրայելում որոշում են կայացրել, որ Հիսուսի անունը ընդհանրապես արգելվի։ Ավելին ասեմ քեզ, մի հատ կիսածաղրական անուն են հորինել, տենց են դիմում Հիսուսի մասին խոսալուց։ Որ հանգարց իր անունը էլ չլսվի, որովհետև սատանան խառնվել է իրար, որովհետև գիտեք ինչ է ասել Աստվածաշունչը, որ ամեն ծունկ կչոքի այդ անվան դիմաց։ Ամեն ծունկ այդ անվան առաջ չոքելու է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված հենց այնպես բաներ չի ասում, չի վախացնում։ Եթե ասում է չոքելու է, ուրեմն չոքելու է։ Մի երկու տեղ կարդամ, Եբրայեցիս 2:12-ում գրած է. կպատմեմ քանունը իմ եղբայրների ժողովրդի մեջ, կորժնեմ քեզ։ Երեմիայի 11:19-ում գիտեք ինչ է գրած։ Երբ որ Հիսուսը խաչվելու պիտի գնար, այդ նկարագիրն է, ասում է. բայց ես մի ընտելացած գառի պես էի, որ տարվում է մորթվելու։ Եվ չգիտեի, թե ինձ դեմ նենգություն են հնարում։ Փչացնենք ծառը իր պտղով եւ նրան բնաջինջ անենք կյանքի երկրից, եւ նրա անունը այլևս չհիշվի։ Տեսեք, սատանայի ծրագիրն է, բան չի փոխվել։ Ամեն ինչ անում է, որ Հիսուսի անունը վերացնի, առանց հասկանալու, որ արդեն ուշ է։ Ինքը իր ձեռով խաչելով Հիսուսին, ինքը իր ձեռով այդ արյան ու այդ անվան տարածման սկիզբն է տվել։ Տարածման սկիզբն է տվել։ Մատթեոս լավ եկեք գործառաքելոցը կարդամ, հետո Մատթեոսը կկարդամ։ Տեսեք ինչքան դաժան է, երբ որ մեկը չի գնահատում Տիրոջ արյունը, երբ որ չի հասկանում իր համար արած զոհը։ Ինչի համար եմ սա պատմում, այսօր սա եկել է հրեա ժողովրդի գլխին, բայց ոնց որ Պողոսն է ասում, դա մեր համար պիտի օրինակ լինի, որ մենք էլ չնմանվենք իրանց, մեր սխալ քայլերով մենք էլ չմտնենք այդ անեսքի տակ։ Տեսեք ինչ է ասում, քահանաները հավաքվել են, Հիսուսը արդեն հարություն է արել, համբարձվել է երկինք, աշակերտները վկայում են, բռնեցին, ծեծեցին, չոքնեց եւ այլ պատմություններ, գնացել էլի քարոզում են, լիքը հրաշքներ է լինում։ Հետո քահանաները Պետրոսին սկանչել են ու ինչ են ասում։ Գործ առաքելոց 5:28 եւ ասեց. չէ որ պատվիրելով պատվիրեցի ձեզ, որ չսովորեցնեք այդ անունը։ Սատանան զզվում է այդ անունից։ Ասում ես Հիսուս ինքը գլուխը խփում է պատերին։ Գիտեք, շատ հաճախ երբ որ աղոթում են մարդու համար, որ ազատագրվի, երբ որ ակտիվանում են դևերը, շատ հաճախ ուղղակի կողքը նստած մենակ ասում եմ Հիսուս։ 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 Ներվայինանում է սատանան այդ անունից, դևերը կատաղում են, երբ որ իր անունը տալիս ես։ Հիսուս։ Այսօր ավելին ասեմ քեզ, դու գիտեք մեր ազգն էլ է կատաղում, որ Հիսուս անունն ենք տալի։ Որ ասում ես փառք Աստծուն, ասում են, հա, փառք Աստծուն, ասում ես փառք Հիսուսին, էսի հաստատ աղանդավոր է։ Կատաղում են։ Մերնեմ իմ Աստծո զորության, ասում ես անուն ինչ է, դե մեր Աստվածը, ասում եմ ասա Հիսուս էլի, դա դե մեր Աստվածը էլի։ Գիտեք ինչի, որովհետև այդ անունը ուրիշ անունն է։ Այդ անունը ամեն անգամ լսելուց սատանայի մոտ գիտեք ինչ է տեղի ունենում, այն որ եկեղեցական զանգերը խփում են, այն մեջտեղին որ գնում գալիս է պատերին, այդ էս գլուխը տալիս է պատերին, դնգոցը գալիս է։
Դրա համար խառնվում է իրար։ Ամեն ինչ անում է, որ այդ անունը չտաս։ Քո շուրթերից էլ դուրս չգա այդ անունը։ Այդքան ասեցինք, ասում է, այդ անունը չսովորեցնեք։ Եվ ահա Երուսաղեմը լցրեցիք ձեր ուսմունքով եւ ուզում եք այդ մարդու արունը մեր վրա բերեք։ Իրանք չեն բերում, դուք արդեն ինքնաանունիցումով հռչակել եք, որ Քրիստոսի արյունը մեր վրա է գալու։ Հիսուսն էր անգամ մարգարեացել մինչև այդ, գիտեք ինչ էր ասում, Մատթեոս 12:41։ Նինուեի մարդիկ վեր կկենան դատաստանում այս ազգի հետ եւ կդատապարտեն սրան, որ նրանք Հովնանի քարոզությունով ապաշխարեցին։ Ահա Հովնանից մեծն աստեղ։ Հարավի թագուհին վեր կգնա դատաստանում այս ազգի հետ ու կդատապարտի սրան, որ երկրից այուց եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, ահա Սողոմոնից մեծն աստեղ։ Տեսեք, Հիսուսը ասում է հեթանոսները դատաստանի օրը, դատաստանը լինելու է շուտով։ Այսինքն այդքան էլ շուտով չի։ Շատ շուտով Հիսուսը կգա, հետո բոլոր նրանք, ով որ չեն խայտարակել իրենց կյանքում Հիսուսի արունը, իր այդ 1000-ամյա թագավորություն կվայելեն այս երկիրը 1000 տարի։ Հետո նոր կլինի դատաստանը, աշխարհի ամենամեծ դատ։ Այդ ժամանակ գրածա հեթանոսներ են կանգնելու, հրեա ժողովրդին ասեն ամոթ ձեզ։ Մենք հեթանոս լինելով հավատացինք, դուք չհավատացիք։ Այդ դու ես կանգնելու անգամ ասես ամոթ ձեզ։ Ես հայ լինելով ձեր հրեա Հիսուսին հավատացի, դուք չհավատացիք։ Ասում եմ վեր են կանալու դատապարտեն։ Եվ այդ պատմության մեջ, գիտեք ինչ անում Հիսուսը, մի առակա պատմում մի անգամից։ Ասում եմ վեր կկանան դատապարտեն ու մի անգամից շուռ տալ, ասում եմ պիղծ ոգին դուրս եկավ մարդու մեջից, գնաց ամբողջ աշխարհը ֆրած, եկավ տեսավ իր տունը մաքուր սիրուն, գնաց իրանից 7 հատ ավելի մեծ դև բերեց։ Այդ առակա պատմում, այսինքն եթե մարդը մաքրվել է, բայց Հիսուսին չի ընդունել, պաշտպանություն չունի, իր հետևին ավելի չար է լինում, հա։ Ու ի՞նչն է հետաքրքիր, 45-րդ խոսքը կարդում եմ, այդ պատմության մեջ ասում է, այն ժամանակ գնում է իրանից ավելի չար 7 ուրիշ հոգիները առնում իր հետ եւ մտնում բնակվում է այդ մարդու մեջ։ Եվ այդ մարդի հետինը ավելի չար է լինում, քան թե առաջինը։ Մենք հիմնականում այսքան տեղն ենք կարդում, բայց այս պատմությունը մարդու մասին չի։ Հիսուսը խոսում էր իր ազգից, օրինակ է բերում մի մարդու վրա, բայց ազգի մասին է խոսում։ Մենք մինչև տեղ կարդում կանգնում ենք, բայց Հիսուսը շարունակում գիտեք ինչ է ասում։ Ասում է այդպես կլինի եւ այս չար ազգին։ Հիսուսը պատմությունը պատմեց օրինակ բերելով, որ պիղծ հոգին դուրս է գալիս, հետ է գալի, տենում է ոչ մեկի տարածքը չի գրավել, բայց մաքրվել է, գնում իրանից 7 հատ ավելի վատին է բերում։ Ու տենց կլինի ասում է չար ազգին, այսինքն հրեա ժողովրդին։ Գիտեք Հովանեսը եկավ, մաքրեց, սրբեց, պատրաստեց իրանց սրտերը, որովհետև գրածա բոլորն էին գնում Հովանեսի մոտ մկրտվելու ջրում, մաքրելու իրանց սրտերը, որ պատրաստեն Հիսուսին։ Բոլորն էին գնում, բայց սրտերը մաքրեցին, պատրաստեցին, Հիսուսին չընդունեցին։ Ասма այդ դևը որ դուս էր եկել գնաց ֆրած հետ եկավ տեսավ տունը մաքուր է բայց պաշտպան չկա տանը Հիսուսը չկա գրածա 7 հատ իրանից ավելի չար դև բերեց մենակ էր հիմա 8 հոգի են ու հետո այդ հենց վերջացնում է այս 8 հոգու խոսքը մի անգամից ասում է այդպես կլինի եւ այս չար ազգին ու մինչեւ այսօր հրեա ժողովուրդը այդ արյան անեսքի տակ է որտեղ չընդունեց Հիսուսի արած արյունը Մինչև այսօր Քրիստոսի արունը խոսում է հրեա ժողովրդի դեմ։ Դրա համար այսօր այդ ազգը ավելի պղծված է, քան երբևէ։ Ամեն տեսակ գեյ պարադներ, ամեն տեսակ պղծություններ, ինչի պատճառով մեզանից բետար ցեղասպանությունների մեջով անցնում։ Մինչև այսօր կռիվների մեջ է։ Ինչի որովհետև արունը իրանց դեմ է խոսում։ Իհարկե, Տերը ողորմած Աստվածաշունչն ասում է՝ մի օր Աստված ամբողջ Իսրայելից վերցնելու է նախատիկ, այսինքն փրկելու է իր ժողովուրդն է, մեկը մի օր փրկելու է, բայց այսօր անեսքի տակ է, որովհետև մինչև այսօր չի ընդունում Հիսուսի արած արունը։ Գիտես, ու արունը մինչև այսօր խոսում է, մենակ հրեաների կյանքում չէ, իմ ու քո կյանքում է։ Մատթեոս 23:35-ում նայեք ինչ է ասում Հիսուսը։ Էլի հրեաներին, որպեսզի ձեր վրա գա ամեն արդարի արուն, որ երկրի վրա թափվել է։ Ձեր վրա գա ամեն արդարի արյուն։ Այսինքն, երբ որ արդարը արյունը թափվում,
ինքը սկսում է խոսալ։ Ինքը սկսում է խոսալ ու ինքը պատասխան պիտի տա։ Ինքը ունի պատասխան տալու իր արածի համար։ Ամեն մեկով, որ արդար արյուն է թափել։ Ու ասում է ձեր վրա է գալու ամեն արդարի արյունը։ Արդար որ թափվել է, արդար Աբելի արյունից մինչև Բարակայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցին տաճարի եւ սեղանի մեջտեղը։ Աբելը հրեա չէր։ Հիշում եք, հա, Աբելին, Կայենն ու Աբելը։ Աբելը ընդհանրապես այս երկրի վրայի առաջին, ասենց ասեմ, առաջի սպանված մարդն է, Ադամի տղան էր։ Առաջի երկու աղբեր էին ծնվել, առաջի ծնված մարդիկ էին, մեկը մյուսին սպանեց։ Աբելը ընդհանրապես հովիվ էր։ Ինքը հովիվ էր։ Ես միշտ ասում եմ, սիրեք ձեր հովիվներին, աշխարհի առաջի սպանությունը հովիվի սպանությունն է եղել, որովհետև սատանան ատում է հովիվին։ Ինքը ատում է հովիվներին։ Ինչ չեմ ուզում, իմ համար չեմ ասում, ընդհանրապես եմ ասում, սիրելիներս, ինձ շատ է ատում, ոչինչ։ Ես կդիմանամ, բայց ընդհանրապես առաջի սպանությունը հովիվի սպանություն էր, բան չեր արել, գիտեք, արդար մարդ էր, բայց սատանան ատում է։ Այդ արյունը, պատկերացնում եք, 6000 տարի առաջ արյունը թափվել։ Մինչև հիմա այդ արյանի պատասխանը եկել է էլի հրեա ժողովրդի վրա։ Ձեր վրա գա է, դա Հիսուսն է ասում։ Արդար Աբելի արյունից մինչև Մարգարիի արյունը, որին սպանեցին, որ եկել էր վատ բան չէր ասում, եկել էր լավ բաներ, զգուշացում էր Մարգարյանում։ Բռնեցին ու սպանեցին միանգամից։ Տիրոջ արյունը խոսում է սիրելիս, թե բարին, թե չարը։ Որոշողը դու ես։ Քո կյանքում որոշողը դու ես։ Այդ արյունը դառնա քո համար փրկության պատճառ, թե այդ արյան արածը մերժելը դառնա կործանման պատճառ։ Ես ու դու ենք որոշում։ Մեր քայլերով, մեր վարքով։ Գիտես, այնքան հեշտ է քրիստոնյայի պես խոսալը։ Դժվար է քրիստոնյայի պես ապրելը։ Որ չես էլ խոսում, բայց մարդիկ հասկանում են, որ դու քրիստոնյա ես։ Դժվար է քրիստոնյայի պես ապրելն է, խոսել բոլորս էլ կարում ենք։ Այսօր ինձ մի մեկի մասին էին պատմում, որ ոնց է 4 կոմը Աստծուց խոսում։ Ու հետո գլուխ է գովում, որ խոսացի ապաշխարեցին, խոսում եմ, իրանք լսում են, ապաշխարում են։ Բայց ինքը կեղտի մեջ է։ Մեկ քրիստոնյաները այնքան միամիտ են, ծիծաղս գալիս է մեկ։ Լացելս է գալի ավելի շուտ, բայց ծիծաղում են։ Այնքան միամիտ են, մտածում են, եթե ես այսօր ես մեկին ցավացրեցի, բայց այս մեկին էլ Հիսուս քարոզեցի, ընդունեց, ապաշխարեց, փրկվեց։ Ռուսերեն բառ, ռասխոտ։ Չես իրենից, ես ցավացրացի արյունը խոսում է, ինչ ուզում ես արա, ստեղ ինչ ուզում ես արա, սա սրան չի փակում, ուզում ես 50 մարդ բեր Աստծուն, եթե մի մարդու ցավացրել ես, դրա պատասխանը պիտի տաս, այս 50 մարդի համար քեզ կասեն շնորհակալություն, բայց շուռ արի, հրեշտակը կասել է ճիպոտը բերեք, չկա տարբերակ, չկա տարբերակ, արյունը խոսում է սիրելիս, ու ես ու դու ենք որոշում, ոչ մեկ, քո տեղը ոչ մեկ չի կարա որոշի։ Ես չեմ կարա ոչ մեկին ասեմ սուրբ ապրի կամ մեղք գործի։ Դա քո որոշումն է, դու ազատ մարդ ես, Աստված էլ չի կարա քեզ ասի։ Կարա ստիպի, բայց ինքը ստիպող Աստված չի, ինքը մենակ առաջարկում է։ Ասում է, քո առաջ դնում եմ կյանքը մահը, ուրեմն ընտրի կյանքը, որ ապրես, առաջարկում է, բայց որոշողը ես ու դու ենք։ Դե հա որոշել եմ, բայց էլ կյանքում պլաններ ունեմ, վերջացնեմ, կսկսեմ։ Բա որ չհասցնես վերջացնես։ Բա որ պլանների մեջ սատանան ուրիշ բան որոշի, ավելի խորը, կործանի տանի։ Չէ, ես այնքան զգուշ եմ։ Աստծո խոսքն ասում է, որ մտածում է, որ ինքը ուշադիր ու զգուշ է, թող ուշադիրենի չընկնի։ Մեկ չափից դուս ինքնավստահությունը ավելի հեշտ է մարդուն կործանում։ Տեսեք Պողոս ինչ է ասում հրեաների մասին, Հռոմեացիս թղթում։ Ասում է ճշմարիտ ասում եմ Քրիստոսում, սուտ չեմ ասում։ Իմ խեղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին։
Պողոսն ասում է սրտիս համար մեծ ցավ է, որ կխնդրեի ես ինքս նզովված լինեմ Քրիստոսից, իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար։ Գիտեք ինչ ասում Պողոսը։ Ասում է ես կուզեի ես իրանց տեղը անիծված լինեի։ Իմ հրեա ժողովրդի տեղը ես անիծված լինեի, Քրիստոսի կողմից նզովված լինեի։ Որովհետև հասկանում է իր ազգը այդ անունը մերժել է Օնգելա անեսքի տակ։ Պատկերացնում եք Քրիստոս իջել է երկիր, երբ որ իր մոտեկան ասեցին կլինի գազ բժշկես ասեց ես չեմ եկել եթե ոչ Իսրայելի կորած ոչխարների համար։ Եկել եմ իմ ժողովրդին առաջի երթին փրկեմ։ Ու հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Հիսուսն իջել է խաչվել է որ առաջի երթին հրեաներին փրկի, բայց հրեաները իր արյան անեսքի տակ են։ Պողոսն ասում է ես կուզեի այդ անեսքին վրա գար, մենակ իմ ազգը փրկվեր։ Պատկերացնում եք ինքնազոհ մարդ։ Իմ ազգը ասում է այդ անեսքի տակից դուրս գար։ Կուզեի ես իրանց տեղը փրկվեի։ Իրանք իմ տեղը փրկվեին, ես նզովվեի։ Իհարկե մի հատ էլ տեղ կարդամ 11-րդ գլխում Հռոմեացիս ինքան նույնպես ասում է 26 խոսքում եւ այսպես բոլոր Իսրայելը կապրի ինչպես թե գրված է Սիոնից փրկիչ կգա եւ ամբարշտությունը դեն կգցի Հակոբից եւ այս իմ ուխտն անցեդ երբ որ նրանց մեղքերը վեր կառնեմ գալու է օր որ Իսրայելը ճահճից դուրս գա գալու է մենք աղոթում ենք օրհնում ենք այդ մարդկանց իհարկե իրանք մթության մեջ են անեսքի տակ հիմար բաներ շատ են անում բայց այդ Աստծո ժողովուրդն է Իրանք էլ փրկության կարիք ունեն։ Բայց գիտեք Իսրայելը դրած է, հրեա ժողովուրդը դրած է իմ ու քո համար օրինակի համար։ Որ մենք նայենք ինչ է նշանակում մերժել Հիսուսին ու տենց չաբրենք։ Պատկերացնում եք Աստված իր ժողովրդին, իր ընտրած ժողովրդին դրելա որպես օրինակ թույլ է տալի տառապեն, որ դու նայես ու չանես իրանց նման։ Բայց մեկը մարդիկ նայում են ու շարունակում են իրանց նման ապրել։ Մի բան ուղակի։ Ասեցին, այդ արոնը մեր վրա։ Մենք դրա պատասխանը կտանք։ Ու այդ արոնը մինչև այսօր խոսում է իրանց վրա ու իրանց դեմ։ Սիրելի հայ ժողովուրդ ջան, եկեք հրեաներին չնմանվենք։ Այնքան են մտածում, որ իրանք ճանաչում են Աստծուն, որ կորցրել են Աստծուն։ Մեր ազգն էլ է այդ վիճակում, ազգովի այդ վիճակում, այնքան են մտածում, որ առաջի քրիստոնյա երկիրն են, որ Քրիստոսին կորցրել են։ Ու այդ արոնը փոխանակ իրանց պաշտպանի իրանց դեմ է խոսում։ Դրա համար երկու ազգն էլ մեկ գենոցիդ ալնում, մեկ ջարդում են, մեկ ավիրում են, մեկ սպանում են։ Երկու ազգն էլ ամբողջ աշխարհում մեկ ցրված է։ Որովհետև թե իրանք առաջինը պապային են, հորն են ասել այո, մենք էլ որդուն ենք ասել առաջինը այո։ Սատանան երկու ազգից է զզվում է։ Ուղղակի մի քիչ ավելի ողորմած է Աստված մեր հանդեպ, մի քիչ։ Որ մեզ իրանց նման 2000 տարի աշխարհով մեկ չցրես, գոնե տեղեր տվել, հել մեր երկրի վրա կարողանում էինք միշտ մնալ։ Իրանք 2000 տարի սկի տեղ չունեն մնալու, ազգովի ցրված էին, ազգովի կոտորվում էին։ Բայց էսի մեր համար պիտի օրինակ լինի։ Իր օրինակի համար մի ուրիշ խոսքի մեջ էլի Հռոմեացիում ասում է իրանք ժամանակավոր կուրացել են, քյորացել են հրեաներ, Աստված թողելա կուրանան, որ մենք լույսը տենանք։ Ժամանակը հատկացրել, լույսը շուտ տեսեք, որ իրանց աչքերը բացվեց գալու եմ։ Քանի իրանց աչքերը չի բացվել շուտ, դուք ձեր աչքերը բացեք, որ իրանցն էլ բացվի կամ բոլորիդ տանեմ տուն։ Ես խնդրել եմ ոտքի կանգնես։ Տիրոջ արոնը խոսում է մեր կյանքում, սիրելիս։ Ես ու դու ենք որոշողը։ Ես ու դու ենք որոշողը այդ արոնը որ թափվեց, այդ գինը որ վճարվեց, իմ համար է աշխատում, թե իմ դեմ։ Էդի քո որոշելն է։ Եթե մեր քայլերով անարգում ենք Տիրոջ արոնը, ինքը սկսում է մեր դեմ աշխատել։ Եթե մեր քայլերով պատվում ենք, գնահատում ենք Տիրոջ արած զոհը, այդ արոնը ոչ թե քո համար է աշխատում, ինքը քեզ ամբողջովին գրկում է, որ սատանան չկարանա մոտենա քեզ։ Ինքը գրկում է քեզ, որ հանգար սատանան իր այդ պիղծ ծրագրերով չկարանա քեզ հեռացնի Աստծուց։
Ես ու դու ենք որոշում։ Ես կարամ 4 օր ստեղ խոսամ, 4 տարի կանգնեմ խոսամ, բայց առաջինը ես եմ, հենց առաջինը ես, որոշող եմ, գնահատեմ այդ արոնը թե չէ։ Ես կարամ խոսամ ու չգնահատեմ, դու կարաս լսես ու չգնահատես, դու կարաս ուրիշին խոսաս, բայց դու չգնահատես։ Որոշողը դու ես, որոշողը ես եմ։ Ամեն մեկս ինքն է պատասխան տալու իր համար։ Հենց ինքը մենակ կանգնելու է Տիրոջ առաջ։ Մի հատ հարց։ Գնահատել ես իմ արած զոհը թե չէ։ Հա Հիսուս ջան, գիտես ոնց եմ գնահատել։ Բոլորին պատմում եի քո մասին։ Բա վարքը թխեր ուրիշ բան ասում։ Հա դե ինչ շուրթերը մեկ-մեկ էլ հայոյում է էլի։ Սիրտը մեկ-մեկ էլ նախանձում է էլի։ Դες էս կյանքը քրիստոնյայի համար հեշտ կյանք չի։ Եթե մտածում ես, որ պիտի Հիսուսին ընդունես ու կյանքը հեշտանա, չարաչար սխալվում ես։ Չի կարա քո կյանքը հեշտանա այս պիղծ աշխարհում, երբ որ դու ընդունում ես մաքրություն։ Հիսուսը չասեց, ես դες խոսք եմ տալիս, ով ինձ ընդունի, լալայ, իր համար երջանիկ կապրի։ Չէ։ Ասես լիքը օրհնություն կգա կյանքիդ մեջ, հալածանքն էլ հետը։ Պիտի կռվել սովորես։ Պիտի կարողանաս ամեն իրավիճակում դու քո հետ կռվես, իրավիճակի հետ կռվես, հաղթես։ Ես հետդ եմ, կօգնեմ հաղթես, բայց պիտի կռվես։ Մեկ հաղթանդամ տղամարդիկ, որ գալիս են sense մի հատ բարակ, sense ծիծաղալու բարակության, կանացի բարակության սիգարետով, որ ասում են չեմ կարող թարգեմ, ինչ անեմ, ծիծաղս գալիս է։ Այդ սիգարետին նայում ես, հասկանում ես, դաժե անգամ այդ տղամարդու ձեռի մեջ է ծիծաղալու այդ սիգարետը։ Այդ իր հաստ մատերի մեջ այդ բարակ ինչ որ ես իմ ինչը։ Ոնց որ մանիկյուր քսած եմ, լակ քսած եմ։ Չեմ կարող թարգեմ։ Նայում ես իր բոյին, քաշին, ինքը 120 կիլո է այդ սիգարետը 3 գրամ է։ Ոսում չեմ կարող թարգեմ։ Ուզում ասեմ ձեր տուն հայլի չկա։ Եթե այդ մի փոքր բարակ գիծն է կարող քեզ հաղթի, բա ոնց է սատանային դիմանալու։ Չեմ կարող դե չհայոյեմ։ Աստեղը վերցրու բերանդ կարի։ Ես ինչ ես ասում, ու ես սադիստ չեմ, մազախիստ չեմ։ Ես ավելի բարի եմ, քան ստե Հիսուսը։ Ես ասում եմ բերանդ կարի, ինքը ասում էր ձեռդ կդրի, եթե քեզ գայթակղում է։ Ավելովա մի ձեռով մտնես երկին, քան ստե երկու ձեռ ունես, կամ աշկով մի հատ մտնես։ Հա? Զգում եք ես ավելի բարի եմ, հա։ Ես կյանքը կռիվ է սիրելիս։ Մի հատ հին սովետական մուլտֆիլմ կար, հիշեցի, պիոների մասին, սենց կռիվ էր գնում, մարդիկ մահացան, հեղափոխության մասին էր, ես պիոները սենց գլուխը կախ գնում է, որ այդքան զոհ է եղել, մեկ էլ մի հատ ձեն ասում է, «Վիշը գոլովու պիաներ, без борьбы нет победы»։ Տեղին է, չէ՞։ Այդ հաստատ Աստվածաշնչից են վերցել, այդ հավատացել է եղել երևի գրողը։ Առանց կռիվ հաղթանակ չկա։ Բա ուզում ես հաղթես ոնց, սենց Հովիվյան մա տաղոթի էլ չծխեմ։ Նա տաղոթել աշկերս ուրիշ աղջիկների չլնի։ Աշկերդ փակ մանարի։ Սև ակնոց դիր, բայց ներսից ներկած, որ բան չերևա, որ մենակ ոտերի տակը տենաս։ Եթե այդքան է վիճակը։ Բա ով քո տեղը կռվի։ Ադե ինչ անեմ, հենց նստում ենք կոֆե խմել ենք, ընկերներով բամբասում ենք։ Չայ խմի։ Կռվի, մի բան արա, հա։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ մի հատ աղոթք անեմ, սկիրելես։ Իրար հետ աղոթենք, որ ամեն մեկիս մեջ արժևորվի այդ արունը։ Քրիստոսի թանկ անարատ արունի արած զոհը արժևորվի քո կյանքում։ Հա, աղոթենք։ Որ մենք հասկանանք, երբ որ մենք սխալ բան ենք անում, անարգում ենք այդ արունը։ Ինչքան շուտ հասկանաս, այնքան զգաստ կնես այդ հարցը։
Երկնային Տեր, ես խնդրում եմ ներես մեզ, եթե մեր քայլերով անարգել ենք քո արած զոհը։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու խաչվեցիր, որ մենք ապրենք։ Որ դու քո արունը տվեցիր, որ մեր արունը հոսի մեր անոթների մեջ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Սուրբ Տեր։ Խնդրում ենք Տեր Աստված, օգնի ամեն մեկիս։ Արժևորենք քո արած զոհը։ Գնահատենք քո թափած արունը, Տեր։ Թող քանդվի սատանայի ամեն սուտ ու ծրագիր ամեն մեկի կյանքից։ Թող քո օրհնությունը իջնի ամեն մեկի կյանք։ Թող զզվանք իջնի ամեն մեկի մեջ մեղքի հանդեպ։ Եվ սուրբ վերապրում իջնի քո անվան ու քո արյան հանդեպ, Տեր։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ 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 Փառք Տիրոջը, սիրելիս։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Գիտես մարդը որ Աստվածաշունչն էլ ասում, չէ՞ որ աշխատում է ուզում է պտուղը տեսնի։ Որ դու մի բան ես անում, ուզում ես տենաս արդյունքը պտուղը։ Գիտեք իմ համար ամենամեծ պտուղը որն է։ Որ գալիս եմ, տեսնում եմ, լսում եմ, եկեղեցում էս ինչ է, էս ինչ հարցում կռվեց ու հաղթեց։ Էս ինչ հարցում սենց կլներ ինքը սենց արեց ու հաղթեց։ Իմ համար դրանից մեծ հրճվանք չկա։ Երբ որ պտուղն եմ լսում, բայց որ գալիս եմ հակառակն եմ լսում, ներսես ոնց որ քանդվի։ Ոնց որ այն ինչ որ ես տարիներով մտածում եմ կառուցել եմ, փշրվի։ Այնց էլ չի եղել, գիտեք, որ իմ վարքով ինչ որ մեկին հակառակը ցույց տվածել եմ, տեն ասի, դե լավ ինքն էլ տենց, ես խիտ չլնեմ։ Ամեն ձև փորձում եմ օրինակ կլնեմ, կառուցեմ, սիրունացնեմ, բարձրացնեմ։ Մեկ է գալիս եմ տեսնում եմ, մեկ եկե քացով տվել, ասա փշրե գնացել է։ Էլի սկսում ես հաթաթեթ կուբիկները դնել, մեկը լացելով, մեկի համար աղոթելով, դնում ես, մեկի տենում ես մեկը ամենատակի շարքես, մի հատ կուբիկ հանես շպրտել ու էլի կողի ծռվել է։ Բայց որ գայս ես լսում ես ասում ես, «Էս ինչը կռվեց հաղթեց, այն ինչը կռվեց հաղթեց, էս ինչը սկսել է ծառայել, էս ինչը էս արել, այն ինչը են արել»։ Ցնծում ես ներսից հետ։ Որտեվ ասում մշակը ուզում է տենա իր արդյունքը։ Լավ, ես ինչ վատություն եմ արել, ժողովուրդ ջան։ Ես ինչ վատություն եմ արել։ Ես իրոք լավ արդյունք եմ ուզում տենամ։ Ավել բան չեմ ուզում։ Ուզում եմ տենամ, որ սաղ իրար սիրում են, սաղ իրար օրհնում են, ոչ մեկի վատը չի ուզում։ Ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չի դնում։ Ոչ մեկի հետևից վատ բան չի խոսում։ Այդ չեմ հասկանում, ի՞նչ է եկեղեցում այդ բամբասանքը։ Ոնց կարա եկեղեցում բամբասանք լինի։ Փառք Տիրոջը մեր եկեղեցու համար, սիրելիս։ Ինչ ճիշտ հասկացի։ Ես սաղ աշխարհը ման եմ եկել, ասում ալա ոնց ասում, ամար ալամ աշխարհ, թե հալալ աշխարհ մանեկա քեզպես գյոզալ չգտա, հա սայատնոմա ոնց ասում չեմ հիշում։ Այ թամամ աշխարհը մանեկա, սայատնոմանա չէ։ Լավ է։ Այ մեր եկեղեցուպես գյոզալ չեմ տեսել ոչ միտեղ։ Դրա մասին չի խոսքը, բայց գիտես ինչ երկինքի համեմատ հələ ինքը լիքը փոխվելու տեղ ունի։ Հա, հələ լիքը տեղ ունի։ Ու այդ ամեն մեկս պետք է իր մեջ նայ ես ինչով փոխվեմ։ Ամեն։ Տեր օրհնի քեզ, բարով ես եկել այսօր էլ։ Աստված օրհնի քեզ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Աստված օրհնի ձեզ։ Մենք այսօր հաղորդություն պիտի ընդունենք։ Էլի հաղորդակցվել ենք հենց այդ նույն արյան հետ սիրելիս։ Հա? Բայց մինչև այդ ես ուզում եմ նորից հարց տամ, ովքեր են այսօր առաջի անգամ, պարզի ձեռքդ, մենք ուզում ենք տեսնենք քեզ, Աստված օրհնի բոլորիդ, ես խնդրելու եմ, ովքեր առաջի անգամ են, մենք ուզում ենք, որ առաջինը դու հաղորդություն ընդունես, բայց մինչև Հիսուսի հետ չես բարիշել, դու չես կարա ընդունես։ Դրա համար խնդրելու եմ, եթե առաջի անգամ ես, արեք այսպես առաջը կանգնեք, մենք մի կարճ աղոթ կանենք իրար հետ, հետո առաջինը ձեզ հաղորդություն կտանք։ Աստված օրհնի ձեզ, եկեք ծափարենք Տիրոջը։ Փառք Աստծուն ձեր համար, փառք Աստծուն ձեր համար։ Ես էլ կիշնեմ, դուք էլ եկեք մենք իրար հետ մի աղոթ կանենք։ Ովքեր որ համացանցով են նայում առաջի անգամ, խնդրում ենք մեր հետ արեք այս աղոթքը։
Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Օրհնված լինեք։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար, սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ։ Բալիկները ձեզ Լոս Անջելեսում են տեսել։ Տերը օրհնի շատ։ Աստված օրհնի։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ շատ։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ։ Օրհնված լինեք։ Աստված օրհնի ձեզ։ Օրհնված լինեք։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի։ Հրաշքս օրհնված լինես։ Աստված օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Տերը օրհնի եղբայր։ Տերը օրհնի։ Տերը օրհնի ձեզ շատ։ Աստված օրհնի ձեզ շատ։ Ես եկեք առաջ, եկեք այսպես առաջ, էլի, եկեք դուք պիտի հաղորդություն ընդունեք, անպայման եկեք առաջ, որովհետև մենք ուզում ենք ձեզ պատվենք առաջինը դուք եք հաղորդություն ընդունելու։ Ես երևի բոլորիդ չկարանամ բարևեմ, դուք շատ եք։ Տերը օրհնի ամեն մեկիդ։ Ընկերոջս բարևեմ ու ես սկսեմ խոսալ։ Տերը օրհնի քեզ, հրաշք։ Աստված օրհնի շատ։ Փառք Աստծուն ամեն մեկիդ համար։ Փառք Աստծուն։ Գիտեք ինչի համար ենք ձեզ կանչել։ Մի կարևոր աղոթք կա, որ մենք իրար հետ պիտի անենք։ Տեսեք, այսա սեղանները կբերեն, մենք հաղորդություն կընդունենք։ Հաց եւ գինի ենք ընդունելու, Հիսուսին ենք ընդունելու մեր ներսը։ Բայց մինչև հաղորդություն ընդունելը դուք քո շուրթերը պիտի Հիսուսին հրավիրեն իր սիրտը։ Քո շուրթերը պիտի ասեն Հիսուս կյանքս քեզ եմ տալիս։ Մինչև հիմա ոնց ապրել եմ կներես։ Կա չէ ներողություն խնդրելու տեղ ամեն մեկի կյանքում էլ։ Արած սխալներ, մեղքեր, բաստողումներ, ստեր, լիքը տեղեր կա, որտեղ ունես ներողություն ասելու Հիսուսին։ Այսօր է տորնա, որ ասես Տեր Աստված, ինչ արել եմ կներես։ Աստվածաշունչն ասում է, եթե հավատքով ներողություն խնդրես, Աստված կմաքրի քո մեղքերը։ Աստված գիտեք երբեք չի դատապարտում։ Միակ բանը որ ասում է գիտեք որն է։ Երբ որ գալիս ես Հիսուսի մոտ քո մեղքերով, ինքը չի ասում, «Էս ինչ ես արել, խայտարակ արեցիր դու ինձ»։ Գիտեք ինչ ասում Հիսուսը։ Ասում է ես քեզ չեմ դատապարտում, գնա էլ մի արա։ Միակ բանը որ Աստված մեզանից ուզում է, գնա ու էլ մի արա։ Այսօր այդ աղոթքը պետք է անես։ Ների մեղքերը կյանքս քեզ եմ տալի, ուզում եմ գնամ էլ չանեմ։ Կաղոթես իմ հետ։ Եթե կաղոթես խնդրելու եմ փակի աշկերդ կրկնի իմ հետ, ես կառաջնորդեմ քեզ։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն։ Տերը օրհնի քեզ սիրելիս։ Աստծո խոսքը ասում է, եթե մեկ էս աղոթք անում է, երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալիս։ Եթե դու հավատքով ես աղոթք անում ես, քո անունը գրվում է կյանքի գրքում։ Ոչ թե նրա համար, որ դու լավն ես կամ ես լավն եմ, չէ, ինքն է լավը, ու ինքը քո տեղը արդեն վճարել է։ Մահվան գինը, որտեվ մեղքի վարձքը մահն է։ Ես ու դու դատապարտված էինք դժոխքին։ Հիսուսը խաչի վրա վճարեց գինը, որ քեզ ու ինձ տանի իր կյանքի մեջ։ Ու այսօր դու ասեցիր, ես վերցնում եմ, ընտրում եմ կյանքը։ Ես չեմ ուզում խաբված, ստորացած սատանայի ճանգերի մեջ ապրեմ։ Հերիք է տանքուն գիշերները, հերիք է նյարդային վիճակը, հերիք է դաժանությունը, չներումներն ու ատելությունները։ Ես Հիսուս ուզում եմ քո հետ ապրեմ։ Տերն էլ ասում է, «Էսի կյանք չէր, որ դու ապրում ես, կյանքը իմ հետ է, կտեսնես որն է կյանք»։ Ամեն։ Աստված օրհնի քեզ, բարով ես եկել Տիրոջ տուն։ Մենք այսօր հաղորդություն ենք ընդունելու եւ ուզում եմ, որ առաջինը դուք ընդունեք։ Դրա համար ես խնդրելու եմ եղբայրները թող սեղանները բերեն,
Ես խոսամ հաղորդության մասին, որից հետո ամեն մեկը կգաք առաջ, կվերցնեք հացը գինին, կգնաք այնտեղ կընդունեք եւ բոլորդ իրար հետ մենք սպասելու ենք, որ դուք հաղորդություն ընդունեք, նոր ժողովուրդը կգաք ընդունի։ Բոլորդ իրար տեսնում եք եղբայրը եւ քույրը այնտեղ կանգնած ասված նոր կտակարաններով։ Հաղորդությունը ընդունելուց հետո իրանց հետ բարձրացեք վերև, որ համ ծանոթանանք, համ շփվենք, եթե կարիքներ ունեք աղոթքի, աղոթենք ձեր համար։ Հաղորդությունը վերցնում եք, ընդունում եք եւ բարձրանում եք վերև, հա։ Տերը օրհնի ձեզ, հիմա ուղղակի կանգնած մացեք ձեր տեղերում, ես խոսամ հաղորդության մասին, հետո մենք իրար հետ հաղորդություն կընդունենք, լավ։ Աստված օրհնի ամեն մեկիդ, բարով եք եկել Տիրոջ տուն, մեր դռներն ու սրտերը ամեն շաբաթ բաց է ձեր համար, ամեն չորեքշաբթի եւ շաբաթ մենք այստեղ ծառայություն ունենք, որ բարձրանաք իրանք ձեզ կծանոթացնեն ամեն ինչի հետ եւ նոր կտակարան ձեզ կնվիրեն անպայման։ Հիմա ես ուզում եմ խոսել հաղորդության մասին։ Գիտեք, վերջին ընթրիքի ժամանակ, մինչև որ Հիսուսին կբռնեին, ինքը աշակերտների հետ նստած զատիկ էր նշում։ Մենք այս հարության տոնը ասում ենք զատիկ, չէ՞, որովհետև իրանք նստած զատիկ էին նշում, հրեական տոն էր դա, եւ հետաքրքիր էր, հաց էին ուտում, զրուցում էին, ծիծաղում էին։ Պատկերացրեք, Հիսուսը 12 աշակերտների հետ հաճելի ժամանակ են անցկացնում։ Բայց ինչ որ մի պահ Հիսուսը սկսեց տարօրինակ բաներ անել։ Աշակերտների համար մի զարմանալի բան էր։ Վեր կացավ կանգնեց, գիտեք ինչ արեց, ես ուզում եմ կարդամ։ Մատթեոս 26:26-ից եւ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացը առավ, օրհնեց, աշակերտներին տվեց, ասեց. «Առեք կերեք, էս է իմ մարմինը»։ Պատկերացնում եք, նստած հաց են ուտում, մեկ էլ Հիսուսը վերցնում է հացը, օրհնում է, կտրում տալիս է աշակերտներին, ասում է. «Էս էլ հաց չի, էս իմ մարմինն է»։ Պատկերացնում եք աշակերտների շոկը։ Ասում է. «Առեք իմ մարմինը կերեք»։ Դրանով չի սահմանափակվում։ Եվ բաժակը առավ, գինով բաժակը վերցրեց, գոհացավ, նրանց տվեց ու ասեց. «Խմեք դրանից բոլորդ, որովհետև դա իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերի համար, ի թողություն մեղած»։ Էս էլ մեղքերի թողության արյունն է, իմ արյունն է։ Իմ արյունն է, որ ձեր համար թափվում է, ինչի մասին այսօր այդքան խոսացի ես։ Այս արյունը ինքը ունի երկու տարբերակ մարդու կյանքում, կամ օրհնություն, կամ անեծք։ Օրհնություն եթե ընդունում ես, անեծք եթե մերժում ես։ Որոշողը ես ու դու ենք։ Այսօր հենց այդ օրն է, սա սովորական հաց, սովորական գինի է։ Ես հիմա օրհնելու եմ, բոլորս իր հետ օրհնելու ենք ամբողջը, որ սա դառնա մեր համար ընդունենք սա ոչ թե որպես հաց ու գինի, ինքը վերափոխվի հոգևորում որպես Տիրոջ մարմին, Տիրոջ արյուն, որովհետև ինքը խաչվել է մեր համար, ինքը իր արյունը թափել է մեր համար, որ այսօր ես ու դու փրկվենք։ Ամեն։ Խնդրելու եմ պարզել ձեռքերը օրհնենք հաղորդությունը։ Երկնային Արքա, մենք քո առաջ ենք բերում այս պարգևները, այս հացն ու գինին, ու խնդրում ենք Տեր, իջացրու զորությունը օրհնի այս պարգևները։ Թող այն վերափոխվի մեր համար քո արյանը թանկ ու քո թանկ մարմնին, որ մենք քեզ ընդունենք մեր մեջ, քո արյան պաշտպանությունը ընդունենք մեր վրա Տեր։ Գոհանում ենք քեզանից քո արած զոհի համար ու ասում ենք շնորհակալություն, որ դու խաչվեցիր, մահացար, բայց հարություն առար, որ մեզ էլ հարություն տաս մեր մեռած կյանքերից։ Օրհնում ենք ու ասում ենք սուրբ հաղորդություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես կխնդրեմ ծառայողները կանգնեն։ Հիմա ես խնդրելու եմ միայն նրանք, ովքեր առաջի անգամ են, սկզբից թող իրանք ընդունեն, եկեք պատվենք իրանց։ Թող իրանք ընդունեն, հետո դուք կընդունեք, լավ։